Հաց, ազատություն, արժանապատվություն, սա եգիպտական հեղափոխական շարժման կարգախոսն էր, որը քաղաքական որոշ ուժերի հավաստմամբ կարող է աշխատել նաև Հայաստանում, քանի որ երկրում առկա է հացի, ազատության եւ արժանապատվության խնդիր։ Թեև Մերձավոր Արևելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցածի հիմքում միայն սոցիալական, քաղաքական, տնտեսական լարվածությունը չէր, այլ ավելի լուրջ պատճառներ է պետք փնտրել, ավելի խորքային, ասում է քաղաքագետ Մհեր Աքյանը։ Տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու խնդիր ունի Միացյալ Նահանգները, հավելում է քաղաքագետը։ Հավանաբար նույն մահմեդական էքստրեմիստական խմբերի մատն է խառը, որովհետև ես ինչքան որ գիտեմ, ասենք Մուբարակը բավականին վատ էր տրամադրված այդ խմբերի նկատմամբ եւ նրան մեղադրում էին Ամերիկայի գործակալ լինելու մեջ։ Բայց այստեղ է զարմանալին նաեւ որ հետագայում եւ Հիլարի Քլինտոնը եւ Բարակ Օբաման հայտարարություններով հանդես եկան, նշելով որ Մուբարակը պետք է տեղի տա ժողովրդին եւ պետք է հրաժարական տա։ Օրինակ դա ինձ համար անհասկանալի էր։ Ու ես եկա նաեւ այն եզրակացության, որ հավանաբար նաեւ Ամերիկայի մատն է խառը, որովհետեւ ինչ որ հարցեր կան այնտեղ, ասենք նավթի հետ կապված, ես չգիտեմ, էներգոկիրների հետ կապված, կամ տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու առումով։ Ընդ որում նույն Եգիպտոսի ժողովուրդը փոփոխություն էր ուզում։ 31 տարի կառավարումից հետո Հոսնի Մուբարակը արդեն լիովին սպառել էր իրեն։ Ես գտնում եմ, որ փոփոխությունը անհրաժեշտ են, բայց փոփոխությունները պետք է իրականացվեն բնականon հունով, որովհետև միշտ չէ որ հեղափոխություններից շահում է երկիրը։ Հեղափոխություններ կան, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ երկրների վրա։ Հաշվի առնելով արտաքին գործոնների ազդեցությունը պետք չէ մոռանալ, որ նշված երկրներում նաև սոցիալական բևեռացում կար։ Վերլուծաբանների գնահատմամբ օրինակ Եգիպտոսում հեղափոխության պատճառը նաև դեմոգրաֆիական պայթյունն էր։ 80-90-ական թվականների ծնելիության բումը հանգեցրել է նրան, որ արաբական ժողովուրդները երիտասարդացել են։ 21-ից 33 տարեկանների տեսակարար կշիռը այնպիսի երկրներում, ինչպիսիք Եգիպտոսն է, Թունիսը, Ալժիրը, ասել է 40-50%-ի։ Այդպիսով արաբական աշխարհում կուտակվում է երիտասարդ մարդկանց մի հսկայական խավ, որը գործազուրկ է կամ գոյատևում է ցածր աշխատավարձով։ Արաբական աշխարհում տեղ ունեցող հեղափոխական շարժումներն ի դեպ լուրջ ազդեցություն են թողնում համաշխարհային տնտեսական գործընթացների վրա։ Զրուցակիցներս չեն բացառում, որ ալիքը կհասնի նաև մեր տարածաշրջան։ Մեզ համար ամենաանցանկալին շղթայականային ռեակցիան է, որը կարող է հասնել Իրան։ Մեր համար վտանգավորությունը ուղղակի կայանում էր նրանում, որ մեզ բացառապես ցերնտու չէ, որովհետեւ Իրանում քաղաքական ցանկացած ցնցում լինի։ Քանի որ Իրանը մեր հարևան է ու հարևան լինելուց բացի շատ կարևոր գործընկեր է եւ տնտեսական, ինչ որ չափով նաեւ քաղաքական ոլորտում, ու այդ պարագայում Իրանում տեղի ունեցող ցանկացած քաղաքական ցնցում բնականաբար մեր տնտեսության վրա ազդելու է։ Իրանում մենք տեսնում ենք այսօր տեղաշարժեր են ընթանում եւ բնականաբար այս կամ այն ձևով այդ ալիքը կարող է տարածվել նաեւ հարևան երկրներում, բայց բոլոր դեպքերում մենք պետք է առանձնացնենք այն հանգամանքը, թե դրանք այդ տեղաշարժի այդ փոփոխությունները արդյոք համապատասխանում են մեր ազգային կենսական շահերին, թե ոչ։ Եթե համապատասխան, ինչ խոսք մենք պետք է ողջունենք, եթե ոչ, մենք պետք է ձեռնպա մնանք։ Իսկ մեր իշխանությունները աչքի առաջ ունենալով կատարվածը պիտի բարեփոխումներ ձեռնարկեն Հայաստանում սոցիալական լարվածությունը մեղմելու համար։ Ցանկացած պետության հիմնական խնդիրն է բարելավի ժողովրդի նյութական վիճակը։ Ոչ միայն քաղաքական ազատություն է մարդուն պետք, այլ նաև սոցիալական ազատություն, նրա նյութական վիճակի բարելավում, նրա տնտեսական կացութազրույցի բարելավում։ Այս առումով ոչ միայն մեր պետությունը, բոլոր պետությունների դա հիմնական խնդիրն է, որ կարգավոր իրավիճակը, սոցիալական ծանր վիճակը ի վերջո կարող է հասնել նաև քաղաքական գործընթացների, ընդ որում մինչև իշխանափոխության, որովհետև նյութականն է վերջո որոշում։ Չնայած մենք մարքսիստներին չենք ընդունում, բայց մարքսիստները լավ այսպիսի մի հասկացություն ունեն, որ քաղաքականությունը դա տնտեսության խտացված արտահայտությունն է։ Արաբական հեղափոխությունները դժվար թե հանգեցնեն շուտափույթ ու շոշափելի բարեփոխումների։ Ակնհայտ է, որ աֆրիկյան պետություններին վիճակված է մի քանի տարի բավականին լուրջ քաղաքացիական դիմակայության պայմաններում ապրել։ Հեղափոխական շարժումների տարածումը նավթով հարուստ երկրներ աշխարհում կարող է էներգետիկ ճգնաժամ առաջացնել։ Իսկ դա վերլուծաբանների կանխատեսմամբ առաջին հերթին անդրադառնալու է Հայաստանի նման էներգակիրներով աղքատ երկրների վրա։ Արմինե Վարդանյան, Համբարձում, Պապոյան, Կալանյուս։